Նարինե, դու առհասարակ քեզ հայելու մեջ տեսել ես թե ոչ։ Արմենը զզվանքով դիմեց կնոջը, մի քանի րոպեով մտնելով տուն։ Նա պետք է Նարինեին տաներ իր հետ աշխատանքային երեկույթի, կորպորատիվի, բայց տեսնելով կնոջը կտրուկ մտափոխվեց։ Նարինեն այդ պահին պտտվում էր հայելու առաջ, վերջին շտրիխներն անելով սանրվածքին։ Նա արդեն պատրաստ էր եւ գրում էր տոնական զգեստ։ Սարսափելի է, շան նման է, ճարպեր կողքերին, դեմքն արդեն կնճիռների մեջ է, իսկ շպարով էլ ավելի վատ, իսկ զգեստը, Աստված իմ, իսկական գեղցիություն, ոչ, այսպիսի բան չի կարելի ցույց տալ մարդկանց։ Սարսափով մտածեց Արմենը կնոջ մասին։ Ուր էին աչքերս առաջ։ Արմենը մտովի պատկերացրեց իր գոլեգաներին, շքեղ երեկոյան զգեստներով, նրանց սեքսուալ տեսքը, նրա գլխում հակադրությունն այնքան մեծ էր, որ նա շատ կտրուկ որոշում կայացրեց։ Այսպիսի կովի հետ երեկույթին հայտնվելը մահվանը հավասար կլիներ։ Տեսել եմ, ինչ-որ բան դուրը չի գալիս սիրելիս, ամուսնու հարցին պատասխանեց Նարինեն։ Իհարկե նրան վիրավորեցին ամուսնու խոսքերը, բայց ավելի շատ այն տոնայնությունը, որով դրանք ասվեցին։ Դողատակերում կարդացվում էր բացահայտ արհամարհանք եւ նույնիսկ զզվանք։ Նարինեի հոգու խորքում վիրավորանք առաջացավ, բայց նա դեռ չէր հասկանում, թե ինչու է իր ամուսինը, ում հետ նա ապրել էր 2 տասնամյակ եւ ում համար դուստր էր ունեցել, հանկարծ իրեն թույլ տալիս նման տոնով խոսել։ Այո, վերջին տարիներին նա մի քանի կիլոգրամ ավելացրել էր, բայց չէ որ նա ունեցել էր տհաճ հանգամանքներ։ Նարինեն վատ սովորություններ չուներ, եւ ուտելիքը նրա համար դարձել էր կյանքից ուրախանալու միակ միջոցը։ Եվ ով իր տարիքում խնդիրներ չուներ։ Նարինեին թվում էր, թե ինքը ամեն ինչ ճիշտ է արել։ Գեղեցիկ դիմահարդարվել է, մատնահարդարում է արել, պահարանից հանել է իր լավագույն տոնական զգեստն ու կոշիկները։ Ինչու է նա դժգոհ։ Դուրս չի գալիս։ Կոպիտ պատասխանեց կնոջ տեսքից զայրացած Արմենը։ Դու առանց այն էլ գեր ես, իսկ այդ զգեստով եւ այդ քո տոնական սանրվածքով ընդհանրապես կովի ես նման, ավելի ճիշտ անհեթեթ ճարպակալած զառամյա ձիու։ Այս խոսքերով տղամարդը կտրուկ շրջվեց եւ չսպասելով կնոջ պատասխան արձագանքին ուղղվեց դեպի ելքը։ Ընթացքում հագավ կոշիկները եւ դուրս եկավ բարձր շրխկացնելով դուռը։ Ամուսնու լկտիությունից ապշած Նարինեն նետեց սանրը հարդարասեղանին, վերցրեց պայուսակը եւ վազեց դուրս, կարծելով, որ Արմենը կսպասի իրեն մեքենայում, սակայն նրան հիասթափություն էր սպասվում։ Ամուսնու մեքենան հենց այդ պահին դուրս էր գալիս բակից։ Արմենը պարզապես լքեց նրան մենակ գնալով երեկույթին։ Վիրավորանքից գլուխը պտտվեց եւ նա նստեց մուտքի մոտ գտնվող նստարանին։ Աչքերից դավաճանաբար արցունքներ հոսեցին։ Վիրավորանքը ներսից այրում էր Նարինեին կրակի պես։ Մոտ 10 րոպե նստարանին նստելուց հետո կինը բարձրացավ 6-րդ հարկ, մտավ բնակարան եւ հյուրասենյակի բազմոցին ընկելով հեկեկած անզորությունից ու չարությունից։ Նարինեի եւ Արմենի դուստրը Լիլիթը արդեն 2 տարի է ծնողներից առանձին էր ապրում եւ նրանց հյուր էր գալիս միայն հանգստյան օրերին։ Այդ օրը հենց շաբաթ էր։ Մտնելով բնակարան իր բանալիով, Լիլիթը մորը գտավ բազմոցին պարված արտասված դեմքով։ Մամ, ինչ է պատահել քեզ հետ։ Ինչու՞ն ես լալում։ Էլի հայրիկի հետ վիճել եք։ Լիլիթը հոգատրությամբ գրկեց մորը եւ անհանգստությամբ նայեց աչքերին նրան։ Նարինեն չպատմեց աղջկան կատարվածի մասին, բացատրելով իր տխրությունը հանկարծակի եկած կարոտով։ Լիլիթին այդ բացատրությունը բավարար թվաց։ Դուստրը որքան կարողացավ հանգստացրեց մորը եւ 2 ժամից գնաց, թողնելով նրան մենակ սպասելու ամուսնուն։ Նարինեն իսկապես անհամբերությամբ սպասում էր ամուսնուն։ Նա դեռ չգիտեր, որ ամուսինը որոշում է կայացրել ընդմիշտ բաժանվել իրենից։ Որտեղ է ձեր երկրորդ կեսը։ Ուրախությամբ հարձակվեցին Արմենի վրա ենթակաները, երբ նա հայտնվեց երեկույթին։ Մի քանի ամիս առաջ նա նշանակվել էր ձեռնարկության տնօրենի պաշտոնում։ Դուք ինչ է տղերք մոռացել եք։ Ես արդեն կես տարի է ինչ ամուսնալուծված եմ։ Միթե ձեզ չէի ասել։ Ստեց Արմենը եւ լայն ժպտաց հավաքված գործընկերներին։ Սմոքինգներով լուրջ տղամարդկանց եւ երեկոյան զգեստներով նրանց տիկնանց։ Երեկույթից հետո Արմենն այդ երեկո տուն այդպես էլ չվերադարձավ։ Խնջույքի ժամանակ նա սիրահետում էր երիտասարդ աղջիկներին, ովքեր չէին մերժում տնօրենի սիրալիրությունները։ Տուն Արմենը ներկայացավ միայն հաջորդ օրը, կեսօրին մոտ։ Տեսնելով հուզված Նարինեին, նա դեմքը ծամածրեց։ Եվ ինչպես ստացվեց, որ ես նրա հետ այսքան տարի ապրեցի։ Այս միտքը նրան հանգիստ չէր տալիս։ Ինչու եմ ես մինչև հիմա նրա հետ ամուսնացած։ Լուր հավաքելով ճամպրուկները, Արմենը առանց Նարինեի վրա ուշադրություն դարձնելու ուղղվեց դեպի ելքը։ Ուր ես գնում, Արմեն։ Նարինեն փակեց նրա ճանապարհը կանգնելով դռան մեջ։ Կինը զարմացած էր այն փոփոխությունից, որը տեղի էր ունեցել իր ամուսնու հետ անմիջապես այն բանից հետո, երբ նա նշանակվել էր տնօրեն։
Մինչ այդ հիմնարար իրադարձությունը նրանք ապրել էին 20 տարի, կարելի է ասել հոգի հոգու տված, ունեցել եւ մեծացրել էին դստերը։ Բայց նշանակումից հետո Արմենը կտրուկ փոխվել էր։ Վերջին կես տարվա ընթացքում Նարինեն հաճախ էր իր հասցեին լսում կշտամբանքներ, վիրավորանքներ եւ շատ այլ տհաճ բաներ։ Ես հեռանում եմ քեզանից ընդմիշտ, իր միջից դուրս մղեց Արմենը այնպիսի սարսափելի զզվանքով, կարծես խոսում էր Դոդոշի կամ Իժի հետ։ Բայց ինչպես թե հեռանում ես ընդմիշտ։ Նարինեն մի պահ քարացավ անակնկալից։ Նա կարող էր ենթադրել ամեն ինչ, բայց իրադարձությունների նման շրջադարձի պատրաստ չէր։ Ահա այսպես, նայիր քեզ հայելու մեջ եւ ամեն ինչ կհասկանաս։ Դու ինձ զզվելի ես։ Քեզ հետ նույնիսկ խանութ գնալն է ամոթ, ուր մնաց թե աշխարհիկ միջոցառումների։ Վիրավորանքից Նարինեն պատրաստ էր լաց լինել, բայց դեռ զսպում էր իրեն։ Դու ինձ հետ ապրել ես 20 տարի եւ հիմա ասում ես, որ քեզ զզվելի է ինձ հետ ապրել։ Հենց դա էլ հարցն է, ինչ հիմարն եմ եղել, որ ավելի շուտ չեմ բաժանվել քեզանից, անտարբեր տոնով պատասխանեց Արմենը։ Այդպես ուրեմն, դե ինչ կորիր 4 բոլորդ։ Նարինեն այլևս չէր կարողանում զսպել իրեն։ Գնա, գտիր քեզ երիտասարդ եւ գեղեցիկ։ Միայն հաշվի առ, ոչ մի կին չի հանդուրժի այն, ինչ ես եմ հանդուրժել քեզ հետ։ Կարծում ես չգիտես, թե որտեղ էիր կորել այս գիշեր։ Ամուսնու կողմից պատասխան չհետևեց։ Արմենը անտարբեր շարունակում էր լցնել ճամպրուկները իր իրերով, այդ ժամանակ ազարտի մեջ մտած Նարինեն երեսին շպրտեց ամեն ինչ, նա ցանկանում էր որքան հնարավոր է ցավեցնել դավաճանին։ Կորիր հենց հիմա եւ իմացիր, ոչ մի արցունք չեմ թափելու քեզ համար։ Ես չեմ պատրաստվում տառապել, միայն ուզում եմ քեզ զգուշացնել, որ հետդարձի ճանապարհ չի լինելու, դավաճաններին ներելը ներկանոններում չի մտնում։ Այդ պահին երկու ճամպրուկներն էլ լցված էին մինչև վերջ, եւ Արմենը, բռնելով դրանց բռնակներից, լուռ ուղղվեց դեպի ելքը։ Նա արդեն բնակարանում չէր, գնաց փակելով իր հետևից դուռը։ Նարինեն ուժասպար նստեց հատակում, մուտքի դռան մոտ եւ դառը արցունքներով լցվեց։ Վիրավորանքը մեծանում էր ամեն վայրկյան ձնագնդի նման։ Այդ ժամանակ մուտքի դուռը բացվեց։ Կինը բարձրացրեց արտասված աչքերը, սպասելով տեսնել, որ Արմենը մտափոխվել է եւ վերադարձել, սակայն նրա հայացքին ներկայացավ հետեւյալ պատկերը։ Բնակարան իսկապես վերադարձել էր ամուսինը, բայց արել էր այն միայն նրա համար, որպեսզի հատակին նետի բնակարանի բանալիների կապույտը։ Բնակարանը Նարինեի սեփականություն էր մինչև ամուսնություն, եւ Արմենը դրա վրա իրավունքներ չուներ։ Դրանից հետո նա շրջվեց եւ անհետանաց փակված դռան հետևով։ Այսպես էլ տեղի ունեցավ 2 տասնամյակ միասին ապրելոց ամուսնու եւ կնոջ հարաբերությունների վերջնական խզումը։ Կնոջից հեռանալով Արմենը ուղևորվեց իր նոր կորպորատիվ բնակարանը, որը նրան հատկացրել էին ընդամենը 1 շաբաթ առաջ։ Բնակարանը գտնվում էր գրասենյակի անմիջական հարևանությամբ։ Այնտեղ նրան վիճակված էր ճաշակել ամուրիական կյանքի բոլոր հաճույքները։ Տղամարդը երջանիկ էր։ Սակայն երկար միայնակ ապրել Արմենին չհաջողվեց։ Բառացիորեն 1 ամիս անց բնակարանում հայտնվեց նոր տանտիրուհի, Տաթևիկը։ Աղջիկը շատ երիտասարդ էր, նոր էր բոլորել 20 տարին։ Տաթևը ընդամենը 1 տարով էր մեծ Լիլիթից, Արմենի դստերից, բայց տարիքային կրկնակի տարբերությունը նրան բացարձակ չէր անհանգստացնում։ Տղամարդը տարված էր նոր սիրուհու երիտասարդությամբ եւ գրավչությամբ։ Նրա կազմվածքը եւ մեծ կապույտ աչքերը բառացիորեն խելքահան էին անում նրան։ Սակայն Տաթևիկն ուներ նաեւ էական թերություն։ Դա իսկական սև խորհուրդ էր, փողերի կլանման փոշեկուլ։ Նա սիրում էր շքեղ կյանք եւ Արմենից պահանջում էր մեծ քանակությամբ թանկարժեք նվերներ, առիթով եւ առանց առիթի։ Արմենն ինքը սկզբում հաճույքով նվիրում էր Տաթևին ամեն տեսակ թանկարժեք մանրուքներ, բայց երբ աղջկա խորժակը մեծացավ մինչև անձնական ավտոմեքենա, նա կշռադատելով բոլոր կողմ եւ դեմ փաստարկները դուրս արեց նրան։ Նման շռայլություն նա իրեն թույլ տալ չէր կարող։ Այստեղ էլ նա հիշեց Նարինեին։ Գուցե ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նա հիշեց, որ կինը երբեք ոչինչ չէր խնդրում եւ նույնիսկ հակառակը, տալիս էր իրեն ամբողջությամբ, ազնվազարմ էր եւ պատրաստ միշտ եւ ամեն ինչում օգնել։ Այո, Տաթևը բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին Նարինեն։
Դա նրա լիակատար հակապատկերն էր։ Եվ թեպետ նրա կողմն էին երիտասարդությունն ու գեղեցկությունը, տղամարդը հասկացավ, որ այդ ամենը չի փոխհատուցում այն անզուսպ շահամոլությունը, որով նա առաջնորդվում էր կյանքի ուղեկից ընտրելիս։ Այն օրը, երբ Արմենը տնից դուրս արեց Տաթևին, նա ուժեղ հարբեց եւ նույնիսկ փորձեց զանգահարել նախկին կնոջը, բայց նրա բջջայինն անգատված էր, ուստի խոսել նրա հետ չստացվեց։ Հաջորդ իսկ օրը Արմենը, հիշելով իր զանգի մասին, վախեցավ արարքից եւ այլևս չզանգեց նրան։ Այս դեպքից մեկ շաբաթ անց Լիլիթը որոշեց օգնել մորը, ուստի անմիջապես առաջարկեց նրան ժամանակավորապես տեղափոխվել իր մոտ։ Նարինեն սկզբում ընդդիմանում էր, բայց դուստրը շատ համառ գտնվեց։ «Մամա, եղածը եղած է, եւ արդյունքներով գործին չես օգնի։ Դե հավաքվի, կապրես ինձ հետ որոշ ժամանակ, կհանգստանաս»։ Գրողի ծոխը հայրիկը, եթե նա այդպես է որոշել, դա իր գործն է։ Իսկ դու ինձ մոտ դեռ շատ երիտասարդ ես եւ շատ էլ գեղեցիկ։ Միթե դու քեզ տղամարդ չես գտնի, ահա կտեսնես, ես դեռ քեզ ամուսնացնելու եմ։ Նա ինձ ասաց, որ ես տղեր եմ, գեր, անխնամ, հեկեկաց Նարինեն գանգատվելով դստերը։ Սակայն Լիլիթը մորը ձեռքն առավ ինչպես հարկեն է դեպրեսիայից ազատվելու համար։ Նա սկսեց նրան տանել գեղեցկության սրահներ, մերսողների եւ կոսմետոլոգների մոտ։ Արդյունքը եղավ այն, որ մեկ ամիս անց նրան արդեն հնարավոր չէր ճանաչել։ Մորը երիտասարդացել էր առնվազն 10 տարով։ Նոր կարճ սանրվածքը նրան շատ էր սազում, իսկ նորաձև զգստապահարանը ապահովում էր նրա գրավչիչ արտաքին տեսքը։ Լիլիթը շատ գոհ էր մորը կերպարանը փոխությունից։ Ահա տեսնում ես, մամա, ինչ է նշանակում գործին խելքով մոտենալ։ Ինչ գեղեցկուհի ես դարձել։ Եթե ես պատահական հանդիպեի քեզ փողոցում, պարզապես չէի ճանաչի, ասում էր նա հիացմունքով։ Այդ ընթացքում Արմենը մեկ սիրուհին փոխարինեց մյուսով։ Սեդան մի փոքր մեծ էր Տաթևիկից, բայց միևնույն ժամանակ նույնքան գեղեցիկ, երիտասարդ եւ գրավչիչ։ Կգնա, կարճ պատասխանեց Սեդան առաջին անգամ մտնելով Արմենի տուն, ի պատասխան նրա հարցին, թե արդյոք նրան դուր է գալիս այստեղ։ Միայն թե կահույքը պետք է փոխել, ինչ որ անճաշակ է։ Իսկ հեռուստացույց ինչու չունես հյուրասենյակում։ Իսկ այստեղ պետք է լինի դնել վազքուղի։ Արմենը պատրաստակամությամբ կատարեց բոլոր այն պայմանները, որոնք ներկայացրեց նրա բնակարանին Սեդան, համաձայնելով ապրել նրա հետ։ Ընդամենը մեկ շաբաթում գնվեց նոր դիզայներական կահույք, պատին կախվեց մեծ էկրանով հեռուստացույց, իսկ հյուրասենյակում հաստատվեց վազքուղով մարզասարքը։ Այս երիտասարդ տիկինը ապրում էր լիարժեք կյանքով, վայելելով գոյությունն առանց որևէ լարվածության։ Սակայն այդ գեղեցիկ երիտասարդ կնոջ հետ համատեղ կյանքը կարգավորել Արմենին այդպես էլ չհաջողվեց։ Սեդայի Արմենի մոտ տեղափոխվելուց մեկ շաբաթ անց նա աշխատանքից հոգնած եւ սոված վերադառնալով դիմեց նրան հարցով, թե ինչ է նա պատրաստել ընթրիքին։ Ի պատասխան նա ստացավ սպառիչ։ Ոչինչ։ Ընդ որում պատասխանը տրվեց այնքան արհամարհական, որ Արմենը լրջորեն զայրացավ։ Ինչպես թե ոչինչ։ Ես ուտել եմ ուզում իդեպ։ Տղամարդը կատաղած էր։ Հանուն նրան ծախսել էր այդքան գումար կահույքի, հեռուստացույցի եւ մարզասարքի վրա։ Նա իդեպ աշխատում է Պապա Կարլոյի պես, որպիսի կատարի իր գեղեցկուհու ցանկությունները, իսկ նրան փաստորեն բացարձակ թքած ունի նրա ցանկությունների վրա։ Արմենը գնել էր Սեդայի համար վարդերի փունջ, բայց չնվիրեց նրան, այլ ցուցադրաբար նետեց այն աղբամանը։ Արմեն, ինչ եղավ քեզ։ Այսօր ժամանակ չունեի պատրաստելու, շատ հագեցած օր եմ ունեցել, ընկերուհիներիս հետ էի հանդիպել, հետո գնացի մատնահարդարման, զանգիլ եւ պատվիրիր քեզ որևէ բան, պատասխանեց նրան Սեդան անտարբեր։ Բայց ինչի՞ս ես պետք, եռաց Արմենը։ Ես քեզ համար գիտես ոչինչ չեմ խնայում, ամեն ինչ ոտքերիդ տակ, իսկ դու նույնիսկ ինձ համար ընթրիք չես կարող պատրաստել։ Ես քեզ համար տնտեսուհի չեմ վարձել։ Սեդան վիրավորվեց այս խոսքերից։ Նա հավաքեց իր իրերը եւ ընդմիշտ անհետացավ Արմենի կյանքից։ Տղամարդը լավ մտածեց եւ ի վերջո որոշեց, որ այս բաժանումն էլ դեպի լավն էր, նման կին նրան հաստատ պետք չէ։ Նարինեն մինչդեռ դստերը ջանքերով տեղավորվեց իր համար նոր աշխատանքի, ապահովագրական ընկերության գրասենյակում։ Հետաքրքիր է, որ վերջին 20 տարիներին նա ոչ մի տեղ չէր աշխատում, քանի որ ընտանիքը գումարի կարիք բոլորովին չուներ, Արմենը միշտ շատ լավ էր վաստակում։ Նարինեն ուներ որոշակի խնայողություններ, բայց նա ծախսեց դրանք գրեթե ամբողջությամբ սեփական արտաքին կերպարանափոխության վրա։ Եվ այժմ մնալով մենակ որոշեց տեղավորվել ցանկացած աշխատանքի, միայն թե վճարեն, եւ այդ գումարը հերիք էր ապրուստին։ Գրասենյակը, որտեղ աշխատում էր Նարինեն, գտնվում էր տան կողքին։ Ընդամենը գրասենյակում աշխատում էր 4 մարդ, իսկ ղեկավարը գալիս էր նրանց մոտ շաբաթը մեկ անգամ, ցուցումներ տալու եւ կնքված պայմանագրերը վերցնելու։
Եվ ահա այսօր Նարինեն ավարտելով աշխատանքը գնում էր տուն։ Տրամադրությունը ամենավատն էր։ Բանն այն է, որ հենց այս ամսաթվին հունիսի 1-ին նրանք դեռ 2 ամիս առաջ պլանավորել էին մեկնել երկար սպասված արձակուրդ, որը հետաձգում էին շատ տարիներ եւ որին շատ էին սպասում։ Ճանապարհին հիշելով այդ մասին նա լաց եղավ եւ հենց այդ ժամանակ հաճելի տղամարդու ձայն նրան կաչեց։ Նարինե, բարի երեկո ձեզ։ Կինը մեխանայաբար մաքրեց արցունքները դեմքից եւ շրջվեց։ Պարզվեց, որ նրան կաչողը նրա անմիջական ղեկավար Գևորգ Վահանն էր։ Նա մի փոքր էր Նարինեից։ Նրա դեմքին խաղում էր հաճելի ժպիտ։ Բարի երեկո, Գևորգ Վահանիչ։ Ինչ որ բան է պատահել։ Ոչինչ չի պատահել, մի անհանգստացեք։ Պարզապես ես ուզում էի խոսել ձեզ հետ դեմ առ դեմ։ Դեմ չեք լինի, եթե ես ճանապարհեմ ձեզ։ Նարինեն շփոթվեց այս նման անսպասելի խնդանքից, բայց ի վերջո համաձայնվեց։ Դե, եթե այդպես եք ուզում, ճանապարհեք։ Գևորգ Վահանին հիանալի զրուցակից դուրս եկավ, ինչի շնորհիվ նա ինքն էլ չնկատեց, թե ինչպես զրույցի ընթացքում անցան մի քանի ժամ։ Գևորգն ու Նարինեն զբոսնում եւ զրուցում էին մինչեւ ուշ գիշեր։ Կինը պատմեց նրան այն ամենը, ինչ կուտակվել էր իր հոգում, պատմեց իր նախկին ամուսնու մասին, իսկ տղամարդը ուշադիր լսում էր նրան, չընդհատելով։ Գևորգ Վահանիչ, իսկ դուք ինքներդ ամուսնացած եք։ Հանկարծ ուշքի եկավ Նարինեն։ Ոչ, ամուսնացած չեմ։ Ամուսնացած էի, բայց իմ բարեպաշտը վերցրեց ու փախավ ինձանից։ Ես նրան ուղարկել էի հանգստանալու Թայլանդում, ինքս գնալ չկարողացա, գործի տեղը խառնաշփոթ էր, բայց ինչ էլ որ լիներ, նա ինձ մոտ հետ չեկավ։ Փուկետում հանդիպել էր մի տղամարդու, ռուս, եւ սիրավեպ սկսել նրա հետ։ Իսկ հետո զանգահարեց 2 շաբաթ անց, հայտնեց, որ սիրահարվել է եւ ուզում է ինձանից բաժանվել, ասաց, որ ես չափազանց լուրջ եմ եւ ձանձրալի իր համար, իսկ նա ում սիրահարվել է, եղել է տոնի մարմնավորում։ Այո, ծանոթ իրավիճակ է։ Իմ նախկին ամուսնուն էլ ինձ հետ ձանձրալի էր, նա ինձ տգեղ էր համարում, անվանում էր Դոդոշ եւ դեմքը ծամածռում, կարծես նրան զզվելի էր ինձ նայել, իր գոլեգաներին ամաչում էր ինձ ցույց տալ, տխրությամբ պատմեց զրուցակցին Նարինեն։ Սակայն Գևորգ Վահանին ակնթարթորեն առարկեց նման անարդարության դեմ։ Դե ինչ եք ասում, Նարինե, դուք ապշեցուցիչ գեղեցիկ կին եք, անսովոր էֆեկտիվ եւ ոճային, իսկ ձեր ամուսինը հավանաբար աչքի չի ընկել սուր տեսողությամբ, որ չի նկատել դա։ Կամ մտքի սրությամբ, իմ նախկին ամուսինը, հարկ համարեց ուղղել նրան Նարինեն։ Ժամանակն անցնում էր։ Հաջորդ օրերին Գևորգ Վահանին ամեն օր հրավիրում էր Նարինեին մեկ ռեստորան, մեկ թատրոն, մեկ այլ զանգվածային միջոցառման կամ էլ պարզապես զբոսանքի։ Նրանց հանդիպումները դարձան կանոնավոր։ Ամեն անգամ տղամարդը նվիրում էր նրան զանազան նվերներ եւ ցուցաբերում ուշադրության նշաններ։ Մեկ շաբաթ անց նա սիրով համաձայնեց ծանոթանալ Նարինեի դստեր հետ եւ միանգամից լեզու գտավ նրա հետ։ Լիլիթին Գևորգը նույնպես շատ դուր եկավ։ Նրա կարծիքով հենց այս տղամարդը հասուն եւ լուրջ իդեալական համապատասխանում էր իր մորը։ Լիլիթ, դու ինչ է, գագրեթե 15 տարով ինձանից փոքր է, միթե մեր մեջ կարող է ինչ-որ բան լինել, եւ հորդ հետ ամուսնալուծությունը կայացել է ընդամենը 2 շաբաթ անց։ Մամուլ, դե հերիք է, ինչու ես հորինում ինչ-որ սահմաններ, պայմանավորություններ, դու ավելի լավ է գնահատիր, թե նա ոնց է քեզ նայում, նա քո համար գժվում է։ Հա, ամուսնալուծությունը վերջերս է եղել, բայց դու նայիր դրան այլ կողմից, փառք Աստծո, որ հասցրիք բաժանվել, այնպես որ մամա, հոր սապահը, նրան քեզ ուղարկել է հենց ճակատագիրը։ Նարինեն միշտ լսում էր դստեր կարծիքը, բայց հիմա ապրած ողբերգության հետո նրան համար դժվար էր մտածել նոր հարաբերությունների կառուցման մասին։ Նա իրեն բռնում էր այն մտքի վրա, որ դեռ զգացումներ տածում Արմենի հանդեպ, չէ որ նրանք միասին ապրել էին 20 տարի։ Բաժանումը Արմենից դեռ զգացվում էր բավականին ցավոտ։ Այդ պահին կինը դեռ խորապես համոզված էր, որ պիտանի չէ սիրելի կնոջ տերի համար։ Մինչդեռ Սեդայի հրանալը Արմենի կողմից ընդունվեց հանգիստ, առանց առանձնահատուկ տխրության, սակայն այդ պահին նա եւս մեկ անգամ հիշեց նախկին կնոջ մասին։ Նա հաստատ գիտեր, որ Նարինեն երբեք կյանքում չէր վարվի այնպես, ինչպես Սեդան։ Տղամարդու հոգու խորքում միկտեղ մի վայրկյան ցավեց տիեզերական տխրության պայտռիթով, սակայն Արմենը կամքի ուժով խեղճեց իր մեջ այդ զգացումները։ Բանն այն է, որ բոլորովին վերջերս նա ծանոթացել էր եւս մեկ կնոջ, Լուսինեի հետ։ Նա 30-ից մի փոքր ցածր էր։ Արտաքին դա ոչինչով աչքի չընկնող մոխրագույն մսիկ էր, բայց դրա հետ մեկտեղ նա շատ խելացի էր եւ աչքի էր ընկնում լեքեղ ուրախ բնավորությամբ։ Լուսինեն տիրապետում էր փոքրիկ սրճարանի, որը տեղակայված էր Արմենի ընկերության հետ նույն շենքում։ Հաճախ մտնելով այդ սրճարան Արմենը արագ ծանոթացավ նրա գեղեցիկ տիրուհու հետ։
Հաճախակի խոսակցություններից պարզ դարձավ, որ բիզնեսի հարցում օգնել էին ծնողները, բայց այդ ամենով հանդերձ նա ղեկավարում էր այն գիտակցաբար եւ ամեն ինչով զբաղվում էր ինքը։ Լուսինեն երազում էր իր սեփական ընտանիքի մասին, երեխաների, որոնց նա կծնի եւ կդաստիարակի, սակայն մինչ օրս նրա անձնական կյանքում պատահում էին միայն անհաջողություններ։ Նրա հետևից վազում էր երկրպագուների մի ամբողջ բանակ, բայց նրանք բոլորը լոկ տղաներ էին, չծանրաբեռնված ոչ պատասխանատվությամբ, ոչ էլ որևէ կենսական փորձով։ Արմենը նրանց ֆոնին դիտվում էր ավելի քան շահեկան։ Նա արդեն 40-ն անց էր, հաջողակ ընկերության տնօրեն էր եւ տնօրինում էր լավ ֆինանսական հնարավորությունների։ Զարմանալի չէ, որ հազիվ բաժանվելով Սեդայից, Արմենը միանգամից սկսեց հանդիպել Լուսինեի հետ։ Իսկ արդեն 1 ամիս անց նա բերեց նրան իր բնակարան։ Լուսինեն համաձայնեց։ Արմեն, վեր կաց, բարձրացիր։ Լուսինեն հրմշտեց Արմենին առավոտյան ժամը 7-ին, շաբաթ օրը։ Արի թե չկուշանանք։ Արմենը արդեն 1000 տարի հանգստյան օրերին չէր արթնացել ժամը 10-ից շուտ, եւ հիմա վճռականորեն չէր հասկանում ով է նրան արթնացնում այս լուսաբացին եւ ինչու։ Ինչ ես ուզում, ինչու պետք է վեր կենամ։ Մենք երեք քեզ հետ ամեն ինչ քննարկեցինք, մոռացել ես։ Նեղացած շուրթունքները ուռեցրեց Լուսինեն։ Հիմա կգնանք քեզ հետ կլինիկա, որպեսզի հանձնենք բոլոր անհրաժեշտ անալիզները։ Դու չէ որ ուզում ես երեխաներ։ Ահա եւ կանցնենք հետազոտություն միանգամից 2-ով։ Դրանից հետո կմտնենք ԶԱԳՍ, դիմում կտանք, իսկ հետո կգնանք ծանոթանալու իմ ծնողների հետ։ Լուսինե, ինչ երեխաներ։ Քնի միջից կմահաճ հարցրեց Արմենը։ Երեք նախորդին երեխաների մասին խոսակցություն եղել էր, նա այդ մասին հիշում էր, բայց երեխաներ ունենալ չէր պլանավորում։ Այո, Լուսինեն երեք երկար պատմում էր նրան իր ցանկությունների մասին, բայց նա լսում էր նրան առանձնապես չխորանալով ասացի էության մեջ եւ միայն գլխով էր անում։ Արմենը ատում էր փոքրիկ երեխաներին։ Նույնիսկ երբ փոքր էր Լիլիթը, երեխան կաշկանդում էր ծնողներին, ստիպում ամբողջ աշխարհին պտտվել իր շուրջը եւ պահանջում էր լուրջ ծախսեր։ Այդ ամենը բոլորովին չէր ուրախացնում Արմենին։ Նրան պետք էր պարզապես կին, հնազանդ, սիրող եւ հոգատար։ Չէր ձգտում Արմենը նաեւ ամուսնանալ Լուսինեի հետ։ Նա ուզում էր նրա հետ ապրել քաղաքացիական ամուսնությամբ։ Իսկ հաստատ չէր վառում ցանկությամբ այսօր ծանոթանալու նրա ծնողների հետ։ Նրանք իրեն բացարձակ հետաքրքիր չէին։ Ուստի Արմենը վեր կացավ անկորնուցից եւ հագնվելով արտահայտեց իր դժգոհությունը շաբաթօրվա նման լարված գրաֆիկի վերաբերյալ։ Լուսինե, մենք չենք պլանավորում երեխաներ հենց հիմա։ Արի գործենք հաջորդականությամբ, առանց շտապելու։ Okay, այսօր այդպես լինի։ Կգնանք կտալք դիմումը ԶԱԳՍ-ի, իսկ արդեն հարսանիքից հետո կմտածենք երեխաների մասին։ Էլ ինչի ձգձգել, ժպտում էր Լուսինեն։ Մենք կանենք ամեն ինչ միանգամից։ Շաբաթվա մեջ դու միշտ զբաղված ես, էլ ինչու հետաձգել ամեն ինչ անորոշ ժամկետով։ Դե լավ էլի։ Ոչ։ Լուսինեն չսպասելով թե ինչ կասի Արմենը, փակեց նրա բերանը համբուրով եւ ստիպեց տղամարդուն հավաքվել, նստել մեքենան եւ հասնել կլինիկա։ Սպասելով իրենց հերթին նրանք մտան բժշկի մոտ, ով լսելով իրենց գանգատները հանձնեց նրանց անալիզների մեծ ցուցակ, որոնք անհրաժեշտ էր հանձնել այսօր։ Իսկ ինչ գրողի տարած բան է, ինչու ես պետք է այս ամենը հանձնեմ, մտքում զայրացած հարցրեց Արմենը Լուսինեից։ Ես առողջ տղամարդ եմ, ինչի համար են այսքան անալիզները։ Արմեն, իսկ եթե հանկարծ, Աստված մի արասցե, դու պաթոլոգիաներ ունես, ինչպես կարելի է երեխա բեղմորել նճամելով հաստատ, որ դրանք չկան։ Դու չէ որ ուզում ես երեխաներ։ Ահա եւ կանցնենք հետազոտություն միանգամից 2-ով։ Դրանից հետո կմտնենք ԶԱԳՍ, դիմում կտանք, իսկ հետո կգնանք ծանոթանալու իմ ծնողների հետ։ Լուսինե, ինչ երեխաներ։ Քնի միջից կմահաճ հարցրեց Արմենը։ Երեք նախորդին երեխաների մասին խոսակցություն եղել էր։ Նա այդ մասին հիշում էր, բայց երեխաներ ունենալ չէր պլանավորում։ Այո, Լուսինեն երեք երկար պատմում էր նրան իր ցանկությունների մասին, բայց նա լսում էր նրան առանձնապես չխորանալով ասացի էության մեջ եւ միայն գլխով էր անում։ Գնա գրողի ծոցը։ Գնա եւ գտիր քեզ երիտասարդ եւ առողջ։ Կպել ես տզրուկի պես։ Դուրս տվեց նրա երեսին զայրացած տղամարդը եւ վեր թռչելով սրանթաց քայլեց կլինիկայի երկար միջանցքով ուղղվելով դեպի ելքը։ Այ քեզ բան, ամեն ինչ պետք է եւ միանգամից, հայհոյեց մտքում Արմենը։ Այսինչուն է իմ բախտն այսպես չի բերում։ Թվում է ամեն ինչով երիտասարդ է, թարմ, ախորժելի, անկախ, աշխատասեր, բայց ոչ, միշտ մի խոչընդոտ կգտնվի։ Նստելով մեքենան Արմենը հանկարծ հասկացավ, թե հատկապես ինչ էր փնտրում այդ բոլոր կանանց մեջ, ում հրավիրում էր իր մոտ ապրելու վերջին ամիսներին։ Նա ուզում էր գտնել նրանց մեջ երիտասարդ Նարինեին, նրան, ում ճանաչում էր երբեմնի վաղեմի ժամանակներում։ Նա ինչ-որ պատճառով միամտաբար կարծում էր, որ բացարձակապես բոլոր կանայք հոգու խորքում նույնպիսին են, ինչպիսին իր նախկին կինը։ Այժմ նա հասկացավ, թե որքան էր սխալվում։
Ամեն ինչից հետևում էր, որ ուրիշ այդպիսի կանայք, ինչպիսին Նարինեն է, պարզապես չկան։ Լիլիթ, բարև, պապան է, մաման հիմա տանն է։ Արմենը արդեն կես ժամից ավել կանգնած էր Նարինեի բնակարանի դռան մոտ եւ ապարդյուն սեղմում էր դռան զանգի կոճակը։ Բարև, պապա։ Ինձ մոտ չէ, իսկ քեզ նա ընդհանրապես ինչիդ է պետք։ Լիլիթ, լսիր ինձ։ Ես այն ժամանակ շատ հիմարություն արեցի, 4.5 ամիս առաջ, երբ հեռացա նրանից, եւ հիմա ես զղջում եմ դրա համար, որովհետեւ հասկացա, որ չեմ կարող առանց նրա։ Ես շատ կուզենայի նրա հետ խոսել։ Արդեն չափազանց ուշ է, պապա, նյարդային պատասխանեց նրան Լիլիթը։ Մաման արդեն վաղուց ապրում է ուրիշ տղամարդու հետ։ Ինչպես թե, զարմացած եւ հիասթափված արտաբերեց Արմենը։ Մենք չէ որ նրա հետ նոր ենք բաժանվել։ Այդպես, պապա, որովհետեւ դու նրան լքեցիր եւ նվաստացրիր։ Նա քո կարծիքով ինչ պետք է աներ։ Մի խառնվիր նրան, խնդրում եմ, քո խնդիրներով։ Դե լավ, կպարզեմ, պատասխանեց դստերը Արմենը եւ անջատեց հեռախոսը։ Հենց այդ ժամանակ Գևորգ Վահանին ճանապարհեց Նարինեին միջև տուն, համբուրեց նրան հրաժեշտին եւ գնաց։ Կինը հիանալի տրամադրությամբ սկսեց բարձրանալ իր հարկը եւ հանկարծ բախվեց նախկին ամուսնուն։ Դե բարև Նարինե, հուզվեց Արմենը։ Նրա ձեռքերում կինը նկատեց քրիզանթեմների փունջ, ծաղիկներ, որոնք Նարինեն միշտ համարել է իր ամենասիրելիները։ Բարև, ապշած պատասխանեց նա։ Նարինե ջան, հիշում ես ոնց էի քեզ քրիզանթեմներ նվիրում, որոնք ամառանոցային հողամասերից պատանեկության տարիներին գողանում էի։ Չէ որ ոչ մի կոպեկ այն ժամանակ չունեի, իսկ դու այնպես էիր ուրախանում այդ գողացված ծաղիկներին։ Ես նայում էի քեզ եւ մտածում, միթե ինձ բաժին է հասել աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը։ Ես միշտ սիրել եմ քեզ եւ պատրաստ էի անել ամեն ինչ, որպեսզի դու երջանիկ լինես։ Արմենը խոսում էր այդ ամենը լիովին անկեղծ։ Նրա ձայնը հնչում էր ինչ-որ կերպ օտարացած եւ ցածր։ Եվ ինչ, այն ժամանակվանից շատ բան է փոխվել։ Հիմա դու նույն կերպ ես մտածում։ Իսկ ինչ է փոխվել։ Ոչինչ։ Իհարկե ես սիրում եմ քեզ նաեւ հիմա։ Իսկ դու գեղեցկացել ես այս մի քանի ամսվա ընթացքում։ Արի վերադառնանք քո բնակարան եւ կապրենք միասին ինչպես առաջ։ Կթռնենք արձակուրդ, կհանգստանանք։ Իսկ գուցե դու ինձ պատիվ անես, որդի պարգևես։ Դու չէ որ միշտ այնքան էիր երազում այդ մասին, եւ ես նույնպես։ Լսելով ամուսնուն, Նարինեն տարօրինակ զգացմունքներ էր ապրում։ Նա հասկանում էր, որ Արմենը խոսում է անկեղծ, որ նա զղջում է եւ իսկապես ափսոսում է այն բանի համար, ինչ արել է։ Ընդամենը մի 2-3 շաբաթ առաջ նա առանց որևէ կասկածի կընդուներ նրան հետ, բայց հիմա, այն բանից հետո, երբ նրա կյանքում հայտնվեց Գևորգ Վահանին, նա խիստ փոխվել էր։ Արմեն, դու ինձ դավաճանել ես, իսկ դավաճաններին չեն ներում։ Դու դավաճանել ես այն ամենը, ինչ մենք ունեինք քեզ հետ, սերը, ամուսնությունը, պարտավորությունները, մենք քեզ հետ պսակադրվել էինք եկեղեցում, հիշում ես։ Այո, իհարկե, Նարինե ջան, ես հիշում եմ։ Իսկ ուզում ես մենք կանենք հարսանիքը նորից։ Այնպիսի խնջույք կսարքենք, որ բոլորը կապշեն։ Ոչ, եւս մեկ անգամ ոչ։ Դասավորիր հիմա ինքդ քո կյանքը ինչպես կուզես, իսկ ինձ մոտ այլևս մի արի։ Ես քեզ այլևս չեմ սիրում։ Ասելով այս ամենը, Նարինեն բանալիով բացեց իր բնակարանի դուռը, մտավ ներս եւ գրեթե արդեն փակում էր դուռը, երբ հանկարծ անսպասելի շրջվեց եւ կանչեց ընկճված նախկին ամուսնուն, ով իջնում էր աստիճաններով ներքև։ Արմեն։ Այո, իմ արև, ոգևորվեց Արմենը։ Ես գիտեի, որ դու կմտափոխվես։ Ես ուզում եմ քեզ ասել, որ դու չմոռանաս մեր դստեր մասին։ Նա իհարկե արդեն բոլորովին մեծ է, բայց դու այնուամենայնիվ նրա հայրն ես։ Լավ, ես սկսեց խոսել Արմենը, բայց Նարինեն անպակառնտ անհետացավ բնակարանում եւ շրխկցրեց իր հետևից դուռը։